Բարև ձեզ, եւ այսպես Հայաստանում նախընտրական փուլը գնալով ավելի է թեժանում։ Չափազանց ուշագրավ է, որ բանավեճը սրվում է ոչ միայն իշխանություն ընդդիմություն հարթության մեջ, այլև ընդդիմության երկու թևերի, երկրորդ եւ երրորդ նախագահների։ Բոլոր հնարավոր հարթություններում քաղաքական օրակարգերից մինչեւ, ասենք այսպես, քաղաքային ֆոլկլոր։ Իշխանությունը խոսում է ապագա խորհրդարանում սահմանադրական մեծամասնության անհրաժեշտության եւ հնարավորության մասին, նրանք ասում են, որ սահմանադրական մեծամասնությունը անհրաժեշտ է, որպեսզի կարողանան խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի։ Ընդդիմությունը բնականաբար եւս խոսում է խաղաղության մասին, պարզապես ավելացնում է, որ այդ խաղաղությունը պետք է լինի երաշխավորված եւ արժանապատիվ։ Եվ մինչ հայաստանյան քաղաքական ուժերը խոսում են խաղաղության անշրջելի երաշխավորված եւ արժանապատիվ լինելու մասին, Միացյալ Նահանգների ազգային հետախուզությունը արձանագրում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման ճանապարհին կան խոչընդոտներ եւ վկայաբերում է Ադրբեջանի նախապայմանը կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ։ Այս ֆոնին ակտիվանում են արտաքին ուժային կենտրոնները, Ռուսաստանը ինչպես միշտ քննադատում է Հայաստանի եվրոպական ձգտումները, Զախարովան առիթը պատճ թողեց քննադատելու Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթի Եվրոպական խորհրդարանում, իսկ Եվրոպական միությունը խոսում է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին, որպեսզի Հայաստանը կարողանա պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ առաջիկա ընտրությունների ժամանակ։ Եվ այսպես, ինչպիսի քաղաքական քարտեզ է ձևավորվում, ինչպիսի ընտրություններ, ինչպիսի մրցակցություն է սպասվում, ինչպիսի ազդեցություն կունենա այդ ընտրությունները խաղաղության օրակարգի վրա եւ արտաքին անվտանգային ինչպիսի միջավայրում է Հայաստանը մոտենում առաջիկա համապետական խորհրդարանական ընտրություններին։ Ահա այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար եւ վերլուծաբան Հովսեփ Խուշուզյանն է։ Բարև ձեզ։ Նախընտրական Հայաստան թեժացող բանավեճ, ինչպիսի քաղաքական քարտեզ է ձևավորվում ընդհանուր առմամբ, որոնք են արդյոք ձևավորվում են նաև այն ուժերը, որոնք հավակնում են դառնալ գլխավոր դերակատարները։ Դե գոնե պրոռուսական թևը բավականին այսպես արագ է գործում, տեսանելի է մեծ ռեսուրսների առկայությունը, թե ենթադրում եմ Ռուսաստանից եկող եւ թե իրենց նախկին թալանած, որտեղ այդ նույն ուժերն են ըստ էության, ովքեր որ կեղեքել են Հայաստանի Հանրապետությունը բանակի հաշվին, ժողովրդի հաշվին, մեր հաղթանակների հաշվին եւ հիմա այդ փողերը ծախսում են առօգ-փառոգ ընտրական գործընթացների վրա։ Տեսեք, ինչ շքեղ համաժողով էր կազմակերպել գլխավոր գանձագողներից մեկը Հայաստանի Հանրապետության Ռոբերտ Քոչարյան, հա, իր թիմակիցների Չվիրավորեք, ոչվեք։ Ինչ է շնորհակալ գանձագողը դա դասական, քաղաքական, ուրեմն գնահատականն է, որ ես միշտ տալիս եմ։ Մենք ունենք երկու գանձագող, դա եղել է նկատի ունեմ առաջի դեմքեր որպես, հա, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ։ Հետաքրքիր է, որ հիմա երկու թիմերի մեջ է Սուրբ Բանավեճ երկրորդ, երրորդ նախագահները։ Դե իրենց թիմերը տարբեր հավակնություններ ունեն, երկրորդ նախագահինը ավելի շատ, երրորդինը ավելի քիչ, որտեղ Սերժ Սարգսյանը հույս չունի, որ ինքը խորհրդարան անցնելու եւ մեծ հավանականությամբ չէր մասնակցի, որպեսզի այդ 2% շալակելով ուրեմն խայտարակ չլինի։ Բայց նաեւ մարտավարական իհարկե տարբերություններ կան, որտեղ հիշում եք ինչից սկսվեց իրենց այդ Սուրբ Բանավեճը, երբ որ Սերժ Սարգսյանը հանձնեց իշխանությունը ժողովրդին, ժողովրդի ճնշման տակ, ժողովրդին եւ ժողովրդի տեխնացուին, վարչապետին, եւ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի թիմին այլ բան չէր մնում, քան մեղավոր գտնել, թե ով հանձնեց իշխանությունը, եւ այդտեղ մեղավոր նշանակեցին Սերժ Սարգսյանին։ Իրականում իրենք բոլորն են մեղավոր, որ հասցրել են երկիրը այդ օրին, որ ժողովուրդը ապստամբեց ըստ էության, հա, ոտի կանգնեց եւ քշեց այդ իշխանություններին, այդտեղ իրար մեջ արդեն մեղքը բաժանելու հարց ունեն իրենք։ Այդտեղ է իրենց բանավեճը իրականում, որևէ այլ բանավեճ չկա, չնայած ինչ որ մարդիկ կարող են ասեն, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ էլ որոշ տարբերություններ կար։ Հա, բայց ուրեմն տեսանելի է, որ դա առաջնային ինչ որ խնդիր չի իրենց համար, որտեղ այսօր կներեք Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները նույն հաջողությամբ փորձում են այսպես
սապոնվել եւ Ռուսաստանի գցնելով եւ այլն դիրքավորվել որպես էլի պրոռուսական ուժ քննադատելով արևմուտքին։ Այդ թվում գործող իշխանություններին աջակցելու համար։ Դե հիմա բանավեճը կարծես թե ընթանում է ոչ միայն ձեր ասած հարցի շուրջ, թե ով հանձնեց, ում հանձնեց, ինչպես հանձնեց իշխանությունը, այլ հիմա ով է աշխատում, որ պահի եւ ինչպես է աշխատում, որ այդ իշխանությունը, գործող իշխանությունը նորից պահի իշխանության։ Դե ամեն դեպքում տեսանելի է, որ երկուսն էլ կուզենային, որ իշխանությունը փոխվեր, ուղղակի մեկը հասկանում է, որ իրեն ոչ մի հույս չկա, որ կփոխանցվի որևէ տարբերակով իշխանություն, կհասնի, ձեռական գնի իշխանություն, իսկ երկրորդ նախագահը դեռ ինչ-որ հույսեր փայփայում է, որտեղ բարձ սխեմաներ է մշակվել եւ Ռուսաստանը ըստ էության իր վրա է դրել հերթական անգամ խաղադրույթը, հա, որտեղից է դասի գնահատական։ Տեսանելի է, որտեղ այն, որ ինքը մնացել է ըստ էության 3 հիմնական պրոռուսական ուժերի դերակատարների միակ տեխնացուն, դա հենց հուշում է, որ Ռուսաստանի պլանն է դա, Կիրիենկոյի պլանն է, Կրեմլի պլանն է, իսկ որ Ծառուկյանը ասում է, որ ես չեմ առաջադրվելու, պարզ է, որ Նայրա Զորաբյանին չի առաջադրելու երևի։ Նայրա Զորաբյանը կարծեմ բկում էլ չէ հիմա, չգիտեմ։ Հա կամ Իվետա Տոնոյանին, չգիտեմ, ասենք, պարզ է, որ առաջադրելու է Ռոբերտ Քոչարյանին, եթե հանգարց մտնի պարլամենտ կամ այդ երկուսն էլ մտնեն պարլամենտ։ Իսկ ուժեղ Հայաստանը նույնը այդ ձևականների կուսակցությունը եւս քանի որ չունի ըստ էության օրենքով հնարավորություն առաջադրելու որպես վարչապետ տեխնացու իր ուրեմն տեխնացուին եւ այդ առումով իհարկե մնում է Ռոբերտ Քոչարյանը երեք տեսանելի է ասենք Սամվել Կարապետյանը կարողանալու է ինչ-որ բանակցությունների մասնակցել, ուղերձներով հանդերձ գալ, ու ամեն անգամ AI-ով չեն դնելու իր ելույթները, որ մարդիկ տեսնեն, որ բարձ ստորադասական նախադասությունները հնարավոր քաղաքական տեքստի մեջ կազմել այդ մարդը։ Դե իրենք այսպես են բացատրում, որ նա առանձնահատուկ հայ է եւ այդ հարստությունը եւ ֆորսպի ցուցակում լինելը չի նշանակում միայն ասենք բիզնես, դա նշանակում է կապեր, դա նշանակում է բանակցելու ունակություն, ըստ էության ինքը պետություն է փոքր հիմնադրել եւ այդ պետությունը ղեկավարում է արտաքին հարաբերություններ եւ այլն, այնպես որ այդտեղ խնդիր չկա։ Այսինքն ցանկացած ՍՊ-ի հիմնադիր, դա պետության հիմնադիր է, հա, փոքրիկ։ Գիտեք, մի քիչ բան է, լրջությունը պակասում է այդ մարդկանց մոտ, հա, ոչ մեկ չի վիճարկում, որ ինքը հաջողակ բիզնեսմեն է։ Հաջողակ բիզնեսմեն Ռուսաստանում լինելու համար պետք է օրինակ լավ կոռուպցիոն կապեր ունենալ, որպեսզի պատվերները, օրինակ խոշոր համայնքների կամ պետության պատվերները կարողանաս քեզնով անել։ Այնտեղ լուրջ մրցակցություն է գնում այդ կոռուպցիոն շղթաների մեջ, մենք գիտենք Ռուսաստանում ոնց է այդ ամեն ինչը աշխատում, հա։ Հա, այդտեղ ինքը հաջողել է, բայց կներեք, մենք կոռուպցիայի զերծ այսօր, հա, համակարգային կոռուպցիայի մասն է խոսքը, ցավոք սրտի ավելի ցածր մակարդակների կոռուպցիան չհաջողվեց ամբողջապես հաղթահարել, բայց բոլոր գնահատականներով այսօր համակարգային կոռուպցիան վերածվել է, համակարգային կոռուպցիան այն է, երբ որ կոռուպցիոն շղթան այսպես ամբողջը բուրգի պես գնում է մինչև առաջի դեմքը։ Հիմա բայց այդ մարդը այստեղ որտեղ որ կոռուպցիա չկա համակարգային եւ ժողովրդավարական երկիր է, ո՞նց է պատրաստվում կառավարել։ Այսինքն եթե գա ինքը իշխանության, պետք է վերականգնի կոռուպցիան, իսկ ինչ է անելու, դրա համար ինքը ստանալու է մի դրամ աշխատավարձ, բայց այդ միլիոնները բնականաբար արդեն տարբեր գործակների միջոցով ոնց որ հեծում արել է, հա, այսպես մենք տեսնում ենք, չէ՞, ինչեր են բացահայտվում։ Այդպես հետ է բերելու գումարը։ Կամ Ծառուկյան Գագիկը, որ գա իշխանության կամ մտնի պարլամենտ թեկուս ֆրակցիայով, մենք տեսել ենք, չէ՞, քաղաքական կոռուպցիան ոնց է ինքը բանացրել։ Այսինքն հսկայական գումարներ ծախսել է պարլամենտ մտնելու համար, Արմեն Գևորգյանի կուրացիայով Ռոբերտ Քոչյանի պրոյեկտ լինելով 2005 թվականից սկսվեց այդ պրոյեկտը, մինչև պարլամենտական ընտրությունները 2007-ին։ Ուրեմն ինչ արեց, հենց մտավ պարլամենտ, $6 միլիոն պետությունը այսպես ուղղակի նվեր տվեց Գագիկ Ծառուկյանին, ասեց գնա վայելի։ Անունը դրեցին սուբսիդիա պետության կողմից ցեմենտի գործարանին եւ թոշակառուների համար փող չկար, սոցիալապես ծանր խավերի համար վատ վիճակ ունեցող խավերի համար փող չկար, բայց այդ ցեմենտի գործարանի համար որ ծաղկում էր որևէ խնդիր չուներ, եւս 6 միլիոն գտան։ Ինչի, որովհետեւ այդ պարզ է, որ եթե 1-2 միլիոն ծախսել էր նախընտրական քաղաքականությունների վրա, պետք է մի քանի անգամ ավել ինքը ստանալ որպես շահույթ, որովհետեւ իրենց համար պետությունը թալան է, այսինքն բիզնես է դա, որ պետք է թալան նկատի ունեմ իրենց պատկերացմամբ բիզնես, հա։
Այսինքն որ պետք է 1 միլիոն ներդնել, 10 միլիոն քամել հետո։ Այդ մի օրինակ եմ ընդհանրապես բերում այդ օրենքը, որտեղ իրենց կապերով էլ ինչ առավելություններ են ստացել մրցակիցների հանդեպ, էլ չեմ խոսում։ Լավ, դուք երկու քաղաքական ուժերի մասին խոսեցիք, մեկը հայտարարում է, որ հաջորդ վարչապետի ազգանունը Կարապետյանն է լինելու, այստեղ հարց տա բացարձական հավանական եք համարում, այսինքն դա քաղաքական տեխնոլոգիա է կամ նախընտրական, չգիտեմ, հնարք է կամ ինչ է, եւ երկրորդ դեպքում, որ վարչապետի տեխնացույանում դեռ չի հայտարարվել, սա հաշվարկների չավարտվածության նշան է, թե ինչ է։ Թե անորոշություն է պարզապես։ Բաց խաբեություն է այն մարդկանց, որ լավ չի տիրապետում օրենսդրությանը եւ սահմանադրությանը։ Սահմանադրությունը արգելում է Սամվել Կարապետյանին լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նույնիսկ падգամավոր արգելում է լինել։ Ինքը չի կարող հիմա ցուցակով առաջադրել։ Սահմանակ դրագետներով, իրավաբաններով ճանապարհը ասում են, որն է։ Դե այդ խաբեություն է, այդ ճանապարհ չի, այդ կեղծ ճանապարհ է, սուտ են ասում, հնարավոր չի այդպեսի բան, հա։ Կամ եթե այստեղ այնպեսի մի հատ ուրեմն պետություն փոխեն իրենք, պետություն փոխեն, լրիվ զրոյից մի հատ սահմանադրություն գրեն ու ասեն, որ հետին թվով կարելի է նաև այս մարդկանց վրա դա կարող է տարածվել եւ իրենք ում ասես կարող են դարձնել բանը։ Կիրիենկոն հենց կարող է միանգամից գա դառնա վարչապետ։ Այդպեսի սահմանադրություն մեծ հաճույքով իրենք կգրեն։ Դե եթե գուբերնիա է, ինչ Սամվել ինչ են ընկել բաների հետ, ձևերի հետևից, հա, հասկացանք, որ ձևիստական, ձևական, չգիտեմ ինչ, իրենց ձևովը կլինեն, որ Կիրիենկոին միանգամից բերեն դնեն վարչապետ։ Այդ կարան, սահմանադրություն կարան տենց ստեղծեն։ Եթե քանդում են այս պետությունը, 0.000 մի հատ գուբերնիա են ստեղծում պետության փոխարեն, կցված Ռուսաստանի, ձևական սահմանադրություն են գրում, անունն էլ դնում են անկախ պետության սահմանադրություն, Կիրիենկոն է կլինի վարչապետ։ Այդ իրանց ձևովը այդ կլինի։ Իսկ երկրորդ նախագահի հնարավորությունները ինչպես եք գնահատում։ Ցածր, չէ, այն որ երկրորդ նախագահը ինքը իրենով արդեն նախագահ, ախր եթե մարդ ուզուրպացրել է իշխանությունը, ես ոնց իրեն նախագահ ասեմ, դուք էլ ասեք մի վիրավորեք։ Չէ, դե ուզուրպատոր է, բոլորը գիտեն, նա կեղծել է։ Ընտրությունները կեղծելով գալիս բռնազավթում է իշխանությունը, 10 հոգի գնդակահարելով ուրեմն փողոցներում դառնում են նախագահ ու հետո դրանից հետո ես ասեմ երկրորդ նախագահ, հոգուս վրա մեղք կանեմ, նա ինչ նախագահ։ Անուն ազգանունով ասեք, հա, Քոչարյանն, մեկն է, մեկ Սերժ Սարգսյանը, երկու ուզուրպատոր գանձակող։ Գիտենք բոլորս էլ, հիմա ինչ ուզում են թող դատի տան, ես մեծ հաճույքով հրապարակային դատով կապացուցեմ իրենց գանձագող լինելն էլ, ուզուրպատորն էլ լինելն էլ։ Այսինքն դուք մի կողմից ասում եք, որ Ռուսաստանը նրա վրա է դրել այդ դերակատարությունը, հա, այսինքն խաղաքարտը նրա վրա է, մյուս կողմից ասում եք, որ ամենափոքրն է, հա, հնարավորությունը խորհրդարանում հայտնվելու։ Դե Ռուսաստանում 21 թվին էլ էին իր վրա դրել։ Այնպես չի, որ այնտեղ մեծ գումարներ լվանալու համար անիրատեսական պրոյեկտներ սարքել առաջի անգամ է, հա։ Ուրիշ հարց է, որ այս անգամ կարող է այնպիսի աննախադեպ ծավալների հասնի իրենց ներգրավումը, թե ֆինանսական, թե ճնշումների միջոցով։ Մենք տեսնում ենք, չէ՞, ինչ հիբրիդային պատերազմ է, 21 թվին չկար նման բան։ 21 թվին իրենք հաշվարկել էին, որ առանց այդ ամեն ինչի իրենք կկարողանա Ռոբերտ Քոչարյանին դարձնել հերթական անգամ փաթաթել հայ ժողովրդի վզին։ Ռուսաստանը ըմբոստացավ եւ թույլ չտվեց դա։ Հիմա տեսան, որ այդպես հեշտ չի լինելու, ավելի մեծ ռեսուրսներ եւ նաեւ օժանդակ ուժեր են ուղարկել, չէ՞, Սամվել Կարապետյան, Ծառուկյանը հիմա էլի վերակենդանացավ։ Այդ խճանկարը ամբողջական է, թե դեռ համալրվելու է մինչեւ ընտրություններ։ Այդ խճանկարը ուժերի ամբողջական է արդեն, թե համալրվելու է մինչեւ ընտրություններ։ Չէ, այդ հիմնական 3 իրենց ռուսական թևը ներկայացնող ուժերն են, որոնց աջակցելու են տարբեր խամաճիկ ուժեր։ Շատ են լինելու այդ խամաճիկ ուժերները։ Կան քիլեր կուսակցություններ, հա, այսինքն հատուկ կուսակցություն է, որը հույս ունի, որ ինքը անցնելու է խորհրդարան, բայց քանի որ նախընտրական process-ի մասնակից է լինելու եւ ձայն է ունենալու եթերում, ինքը սկսում է տարբեր հիբրիդային գործիքներ կիրառել այն 3-ի մրցակիցների հանդեպ, առանց ուրեմն սլակը ուղղելու այն 3-ին եւ նաեւ ոնց որ այդ 3-ին հերու պահելով մաքսիմալ այդ ճղճիմ ուրեմն բաներից, հա, հարաբերություններից նախընտրական փչացնելու նախընտրական մթնոլորտը։ Հա տեսեք, հիբրիդային պատերազմի դրսևորումները եւ հիբրիդային հարձակումները այնքան շատացել են, արդեն չենք հասցնում հակադարձել նաեւ քաղաքասրակությունը, այս մի քանի օր առաջ բռնել են 2022 թվականի Ալիևի ելույթը, մենք հիշում ենք Ալիևի ռետորաբանությունը այն ժամանակ, կտրել էին որպես նոր այս 2 օրվա ելույթ ու ներբեռնել էին, որ չերևար նաեւ որ հղում անեին, հղումից կմտնեն, կտեսնենք որ թվիա, չէ, ներբառնել էին հատուկ։
ու ռուսական նաև ալիքներով սկզբից դա տեղադրեցին եւ ստեղից թափով սկսեցին 5-րդ շարաշունը, այսինքն Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերը տարածել։ Քանի որ խոսակցությունը տարավ դեպի հիբրիդային սպառնալիքներ եւ Հայաստանի դիմադրողականություն, շարունակենք այդ թեման, հետո կվերադառնանք նաև եւ կառավարող կուսակցության հնարավորություններին եւ արևմտամետ ուժերին։ Հիմա արդեն նկատելի է, որ հիբրիդային սպառնալիքները իսկապես շատ մեծ եւ շատ լուրջ են։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ, պարոն Խուրշուդյան, մենք դիտարկեցինք պայմանականացած ռուսամետ դաշտը եւ խոսակցությունը գնաց դեպի հիբրիդային սպառնալիքներ, արտաքին միջամտություններ, չմոռանանք, որ խոսելու ենք նաեւ արևմտամետ ուժերի եւ կառավարող կուսակցության մասին։ Դուք մեկ օրինակ բերեցիք հիբրիդային սպառնալիքի։ Դա ինչի վկայություն է, իսկապես շատ մեծ է այդ սպառնալիքը, թե ավելի շատ չափազանցություն է։ Չէ, չափազանցություն չի, շատ մեծ է, որտեղ գիտեք, հասարակության շատ լայն շերտեր արձագանքում են այդ հիբրիդային գործիքակազմին, ընդ որում արձագանքում են բավականին այսպես ազդված։ Տեսեք, այդ նույն օրինակը որ բերեցի, ես իմացել եմ զանգերից։ Այսինքն ինձ մարդիկ զանգում են, ապշահար, ասում են, տեսել ես Ալիևին ինչ հարցազրույց է տվել։ Այսինքն վերջ, այդ խաղաղության պայմանագիր, փաստորեն սա սուտ էր, ինքը էլի նույն բաները անում է։ Իսկ մենք գիտենք, չէ, օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո եւ այդ նախաստորագրումից հետո խաղաղության պայմանագրի ամբողջությամբ փոխվել է Ալիևի ռետորաբանությունը։ Չեմ ասում սուրբ է դարձել, հասկանալի է։ Նա մնում է հայ ժողովրդի պատուհասը, բայց հիմա ինքը զսպված է, կաշկանդված է պայմանագրերով եւ արտաքին ազդեցություններով։ Արևմուտքի նախ եւ առաջ, նաեւ Ռուսաստանի հետ վատ հարաբերություններով։ Եվ այդ ամեն ինչը բերել է նրան, որ մենք հիմա կարող ենք օգտվել այդ պատուհանից, քանի դեռ այդպես է, չգիտենք վաղը ոնց կլինի, որ նախ պայմանագիրը ստորագրվի վերջնականապես, եւ ինչ որ Հայաստանը սկսի այնպիսի կառույցների, այնպիսի շրջանակների մեջ մտնել, որ կապահովեն շատ թե քիչ մեր անվտանգությունը, այդ թվում Եվրամիության մտնելու հայտը ներկայացնի եւ այլն եւ այլն։ Իսկ մինչեւ պատերազմող երկրի համար դա լուրջ չի հայտ ներկայացնել Եվրամիությանը, բայց երբ որ մարդկանց այսպես սարսափեցնում են, տեսեք, վերջ, չկա, էլ ինչ խաղաղություն, բան Ալիևը sense բաներ է ասում, գնանք տասնյակ հազարավոր դիտումներ նայում ես, 100 հազարավոր նույնիսկ, մեր տասնյակ հազար մի account-ից մենակ տեսա 50,000 դիտում են, ինչ-որ փախած մի հատ fake էր։ Դուք միայն տեղեկատվականի մասով օրինակ բերեցիք, այդ հիբրիդային սպառնալիքը միայն տեղեկատվական է, թե նաև կիբեր անվտանգային, չգիտեմ, ֆինանսական եւ այլն։ Բոլորը լինելու է, բոլոր բազմաշերտ է, հիբրիդային հարձակում բազմաշերտ է եւ Եվրոպայից հիմա որ գալիս են մասնագետները, նաև փորձելու են այդ բազմաշերտությունը բացահայտել եւ այդ շերտ փորձեն օգնել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանի ժողովրդին նաև դիմակայել, որտեղ կարևորը հասարակությունը դիմակայ, չհավատա այդ հիբրիդային terrorին եւ նաև զգուշ լինի այդ ձեր ասած մնացած տեխնիկական ուրեմն գործիքակազմը իր հանդեպ կիրառելուց։ Լավ, խաղաղության մասով ընտրությունների արդյունքներ եւ ազդեցություն խաղաղության գործընթացի վրա իշխանությունն ասում է տվեք մեզ համանդրական մեծամասնություն, որպեսզի կարողանանք խաղաղությունը դարձնել անշրջելի։ Սա իրականության համապատասխանում է թե մոբիլիզացիայի համար նախընտրական հռետորաբանություն է։ Դե ես խնդիր չունեմ, ցանկացած ուժ կարող է նման բան հայտարարել, առավել եւս իշխանությունը ամենամեծ հնարավորությունն է նման բան հայտարարել, որտեղ ինքը առաջատար է բոլոր հարցումներով, տեսանելի է, որ ինքը առաջատար է եւ եթե ինչ-որ մեկը ձևավորելու է կառավարություն, դա ավելի մեծ հավանականությամբ գործող իշխանությունն է լինելու, բայց 65%-ը ես մի տեսակ իրատեսական չեմ համարում։ Որտեղ կա մեծ դժգոհություն ամեն դեպքում չիրականացրած սպասումներ, ներքին քաղաքականությունից իշխանությունների կա դժգոհություն, նենցա որ արտաքին քաղաքականությունից հիմնականում գոհ է հասարակությունը, ներքին քաղաքականությունից դժգոհություններ կա, ես կարծում եմ նաև այդտեղ կադրային սխալ քաղաքականությունն է, շատ գործեր որ կարելի էր անել չի արվել, հա, ու ես ինքս օրինակ մշտապես քննադատում եմ թե տարբեր կոռուպցիոն դրսևորումների համար տարբեր օղակներում որ չեն կարողանում հաղթալ, թե վեթինգ չանելու համար, որի պատճառով ամբողջ համակարգերը եւ խոսքը միայն դատաիրավական համակարգի մասին չի, բոլոր պետական համակարգերը դեռ լեցուն են նախքին ուրեմն այդ
մեր ասած գանձագողների շարունակություններով եւ ներկայացուցիչներով։ Ճիշտ հասկացա, որ դուք սահմանադրական մեծամասնությունը ոչ այնքան հավանական եք համարում, բայց այդ մեծամասնությունը ասվածը 3 շերտ ունի, հա, բարձ մեծամասնություն, որակյալ մեծամասնություն եւ սահմանադրական մեծամասնություն։ Այո, ես կարծում եմ, որ իշխանությունը հիմա իհարկե պետք է ամեն ինչ անի, որ թույլ չտա պրոռուսական ուժերը գան իշխանության, իսկ դա կանի միայն ակ, թե կանի ժողովրդավարական ուժերի ինչ-որ խմբավորումների կամ միավորումների հետ, որը հուսով եմ դեռ կձևավորվի, այդ արդեն ժամանակի ընթացքում կերևա, որտեղ ամեն դեպքում այդ դժգոհ հատվածի մի զգալի մասը, որը որ չի ուզում իշխանություններին վերընտրի, բայց նաև համաձայն չի պրոռուսական այդ քաղաքական ուժերի հետ, այդ մարդկանց պետք է այլընտրանք տալ եւ այդ այլընտրանքը պետք է լինի դաշտում կարծես թե հիմա չգիտեմ կան խորհրդակցություններ, հանդիպումներ, քննարկումներ միավորվելու թե ամեն մեկը առանձին գնալու չէ նո խորհրդակցություններ միշտ էլ կան տարբեր ուժերի միջև այնտեղ շատ ուժեր կան արևմտամետ այսպես պայմանական ասած հա ժողովրդավարության ջատագով ինքնիշխանության ջատագով ուժերի մեջ այդ քննարկումները դեռ գնում են Մանավանդ այս վերջին հարցումներից հետո, երբ որ տեսանելի դարձավ, որ ըստ էության նրանցից ոչ մեկը չի կար, նույնիսկ ամենախոշորները, ամենաազդեցիկները ինքնուրույն ռիսկ կա, որ չանցնեն խորհրդարան, ես կարծում եմ դա առնվազն պետք է խթանի ավելի լայն նաև քննարկումներ եւ ինչ որ լուծումների փնտրտուք, որովհետեւ իշխանության համար էլ է շատ ռիսկային այդ 50% անցումը չհաղթարելու վտանգը կա եւ նաեւ ժողովրդական ընդդիմության համար էլ է ռիսկային ընդհանրապես չհայտնվել պարլամենտում եւ նորից ունենանք այն խորհրդանը, ինչ որ հիմա ունենք, այսինքն ԿՊ եւ պրոռուսական ընդդիմություն, որը անդադ իրեն կաշկանդում է նորմալ ռեֆորմներ իրականացնելու, Եվրոմիության հետ հարաբերությունները ավելի սերտացնելու հարցում։ Իսկ ելի վերադառնալով խաղաղության օրակարգ ընտրությունների արդյունքներ ինչպես եք վերաբերում վարչապետային հայտարարությանը, որ սահմանադրությունը ռևիզիայի ենթարկողները, եթե կան իշխանության, ապա դա պատերազմի հավանականություն ես մոտավոր եմ մեջ բերում։ Հա, իհարկե, ակնհայտ է։ Որտեղ Ռուսաստանին միակ ճանապարհը Հայաստանին եւ Ադրբեջանին իրենով անելը նորից կոնֆլիկտ, պատերազմ հրահրելն է եւ միջամտելն է եւ մեկին փրկելն է, էլի, ասենք մեզ պետք է կոպիտ ասած հիմա այս անգամ էլ մեզ հրահրի որ Ադրբեջանի վրա ինչ-ինչ նպատակներով հարձակվենք եւ գա մեզ հետո փրկի, որտեղ պարզ է, չէ, որ Ադրբեջանի հետ, նո այդ հարձակվելը կարող է ուղիղ հարձակում չլինի, սադրանք լինի, հա, եթե իրեն խամաճիկները ստեղ լինեն, հանգիստ ինչ որ սադրանքներ կկազմակերպեն, հռետորաբանությունից սկսված։ Տեսեք, օրինակ 22 թվականին մենք հիշում ենք, չէ, ինչ եղավ։ Երբ որ մենք կորցրեցինք Արցախը, ըստ էության, այդ նախկին ուզուրպատորների պատճառով թուլացած պետություն ստանալով 2 տարի հնարավոր չեղավ 2 տարում այդ ամեն ինչը վերականգնել եւ պարտվեցինք պատերազմում։ Եվ ինչ եղավ։ Հաջորդ քայլը Հայաստանի վրա հարձակումն էր Ադրբեջանի կողմից։ Արդեն անցավ Հայաստանին։ Եվ ինչ մենք հույսեր ունենք, որ ոնց, բա մենք հապկի անդամ ենք, բա մենք բազա ունենք ռուսական, որի պարտականությունն է նաեւ Հայաստանի սահմանները, բոլորը շոկի մեջ են, չէ՞ որ Ռուսաստանը ինչ ասեց, բայց ով ասեց, որ այդ ձեր տարածքներն է։ Դե ձեր լիմիտացիա չի կարել։ Թեկուզ ջերմուկն է գրավեն, մենք չգիտենք այդ ձերն է, թե ձերը չի։ Պարզվեց, որ մենք ապահովագրված չենք, որ այո, կարող է եւ մեր արդեն Հայաստանի Հանրապետության ճանաչված տարածքներից կորցնենք, որտեվ կներեք, եթե պատերազմը շարունակվում է եւ մենք ընդամենը հրադադարի ինչ-որ հայտարարություն ունենք եւ տեսնում ենք, որ համաշխարհային հանրությունը խառն է եւ առանձնապես այսպես զորք ուղարկելու, մեզ պաշտպանելու բան չունի, որտեղ մենք հապկի անդամ ենք ռուսական կցորդ են, գոնե առավելագույնը ստացանք, որ Եվրամիությունը տվեց դիտորդներ, որի ներկայությունը կանխեց այդ շարունակական առաջխաղացումը, բայց ինչի դա տեղի ունեցավ, որովհետև Հայաստանը ճանաչեց գործող ուրեմն սահմանները, որտեղ եթե չէր ճանաչում, նշանակում է հիմա Եվրամիությունն էր ներքաշվում կոնֆլիկտի մեջ, Արցախյան կոնֆլիկտի մեջ, որին ինքը պատրաստ չէր։ Ինքը ասում էր, ես մաքսիմում ԻԱԿ-ի շրջանակներում կարամ դա, այդ ԻԱԿ-ին է տեսանք ինչա լինում։ Այսինքն միակ տարբերակը մեր տարածքները պաշտպանելու, պահպանելու, այդ թուլացած վիճակում, երբ որ մենք պարտվել ենք զինամփնթերքնել ամբողջ Արցախում էր եւ էդ էլ 23 թվականին հանձնեցին ռուսական խամաճիկները Արցախում իշխանության եկած հանձնեցին Ադրբեջանին,
Կներեք, դրանից հետո մեզ առնվազն ժամանակ էր պետք վերականգնվելու, բայց նաև նոր համակարգ էր պետք պաշտպանական, որը Ռուսաստանը չէր կարող ունել, որ արդեն դավաճանից, բայց Ռուսաստանը հիմա ուզում է ռևերս անի։ Ռևերսանը ինքը էլի գա, որպեսզի ինքը կարողանա նորից այդ նույն պատմությունը անի, որտեղ այն ժամանակ, երբ որ մեր տարածքների հաշվին ինչ-որ բաներ էր ստանում Ադրբեջանից, մի օր պետք է նստեմ հաշվեմ, գիտեք, այդ ինչ քանի միլիարդ է ինքը ստացել Արցախը ծախելուց։ Այնպես չի, որ ծախելա քեշ փողը Ադրբեջան տվելա, չէ։ Ես նկատի ունեմ, որ այդ հանձնելու դիմաց, օրինակ ինքը պայմանավորվել է Ադրբեջանի հետ, որ ապագա պատերազմում իսկ ինքը պլանավորում էր եւ Արցախյան պատերազմը ինքը որ նաեւ Ադրբեջանի հետ կազմակերպեց մեր գլխին, այդ նախերգանքն էր Ուկրաինային, որտեղ իրան պետք էր հարավային ֆլանգը ապահովագրել, դրա մասին շատ ենք խոսել։ Հա, բայց ինքը ինչ ստացավ արդյունքում։ Ինքը ստացավ զուգահեռ էքսպորտ նավթի, գազի Ադրբեջանի միջոցով։ Տանում են, խառնում են նավթը ադրբեջանականի հետ, վաճառում են, միլիարդներ են ստանում դրանից։ Գազը տանում, խառնում են ադրբեջանականի հետ, վաճառում են, միլիարդներ էլ դրանից են ստանում։ Թուրքիայից ինչ 3 անգամ առևտուրը Թուրքիայի հետ ավելացավ։ Ինչի հաշվին։ Այդ սա զուգահեռ իմպորտ-էքսպորտն էր, այսինքն սանկցիաների տակ ընկնելով Թուրքիան, քանի որ բավարարվել էր իրեն տված, մենակ Հայաստանում հո չէր տվել, Սիրիայում էլ էր տվել, Լիբիայում էլ էր տվել, Արցախում նաև տվեց, որտեղ Թուրքիան ինչ որ մասամբ ներգրավված էր այնտեղ։ Այդ ամեն ինչից Թուրքիան քանի որ գոհ էր, Թուրքիան ամեն դեպքում ի հաշիվ արևմուտքի հետ հարաբերությունների այդ գործարքը արդեն Պուտինի հետ ուներ եւ թույլ տվեց այդ տասնյակ միլիարդների։ Հիմա դուք ուզում եք, որ Ռուսաստանը այդ հնարավորությունը ունենալով, որ ինչ որ մի քանի 100 միլիոն դոլարով այստեղ մարդկանց կաշառելով կամ դիվերսանտներ ուղարկելով, հա, ընտրողների անվան տակ, որ գան այստեղ ինչ որ Սամվել Կարապետյան ընտրեն ու չանի այդ բանը, երբ որ կարող է մի քանի 100 միլիոնով այստեղ վերցնել իշխանությունը եւ հետո Հայաստանը նորից օգտագործել էլի Թուրքիայի եւ բանի հետ առևտուր անելու համար, էլի մեր հաշվին այդ իր հաշիվները փակելու համար։ Ինչի պետքա չանել, պարզ հաշվարկ է։ Ասացիք այն ժամանակ մենք ունենք մի հատ հրադադարի թուղթ, հիմա մենք ունենք, ես եմ ավելացնում, ունենք խաղաղության նախաստորագրված պայմանագիր, բայց Միացյալ Նահանգների տախտակությունը արձանագրում է, որ խոչընդոտ կա եւ բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի այդ պահանջն է սահմանադրության փոփոխության։ Ինչպես եք վերաբերում նոր սահմանադրության մեջ այդ մեր անկախության հռչակագրի հղումը հանելու իրողությանը։ Մի մասն ընդդիմությունն ասում է դա մեր պետության ծննդյան վկայականն է, ինչպես կարելի է ձեռք տալ, իշխանությունը ասածը մոտավորապես այն է, որ դա կոնֆլիկտածին բան է, հարևանների հետ կոնֆլիկտ հրահրող։ Ինչ է պետք անել։ Ճիշտ ճանապարհով է գնում իշխանությունը։ Նախ այդ ծննդյան վկայականի մասով դրա մասին խոսել են գիտնականները շատ ավելի առաջ, քան ընդդիմության կոչվածը արտահայտվել է, որտեղ ես էլ եմ ասում, քրեա օլիգարխիայի մնացուկները ընդդիմություն չեմ համարում, դա քաղաքական ուժեր չեն, քրեա օլիգարխիայի մնացուկներ են եւ գործող ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչներ, քրեա օլիգարխիայի։ Հա, վարչապետի ասած ռուս-բելարուսական այս դեպքում, հա։ Հիմա տեսեք, իհարկե ես նաև արտահայտվել եմ այդ հարցով, ցանկալի կլներ, որ սահմանադրության մեջ այնպիսի կետեր մտցներ, որը որ ուղղակի հստակ ասեր, որ գործում են այն դրույթները հռչակագրի, որը չի հակասում այս գործող սահմանադրության միջի կետերին, որը ապրիորի այդպես էլ կա, ես դրա մասին խոսել եմ։ Կա, որովհետև օրինակ կա հռչակագրում կետ, որ զինված ուժերը ենթարկվում են ազգային ժողովին։ Սահմանադրությամբ գործադրին են ենթարկվում։ Հակասություն կա, չէ՞, բայց գործում է սահմանադրությունը։ Հռչակագրերը այսպես ավելի բան խորհրդանշական բնույթ ունեցող, բայց իհարկե կարևոր փաստաթուղթ։ Ինչ վերաբերում է Արցախի կետին, դա ընդհանրապես առ ոչինչ է 91 թվականից, երբ որ Արցախը ինքը հռչակեց իր անկախությունը, այսինքն առ ոչինչ կետի համար կարճել, ասել, չէ, այդ կետը պետքա թողեք, ասենք, նույնիսկ այդպիսի խոսակցություն կա, այդ ձեր ասած ընդդիմության եւ նաեւ մի քանի ուժել կան, որ այդ պրոռուսական դաշտում չեն, բայց էլի չգիտես ինչի դրա մասին են խոսում։ Ինչ հաշնակում։ Առ ոչինչ եղած կետը փաստացի դուք ինչի եք էմոցիաների վրա խաղում մարդկանց, թե իբր այդ դրանով հրաժարվում ենք Արցախից, եթե այդ կետին էլ հղում չեն կանում հռչակագրի մեջ։ Աբսուրդ բաներ են խոսում։ Վաղուց այդ կետը չկա, Արցախն է այդ կետից ինքը հրաժարվել հռչակելով իր անկախությունը, որը չճանաչեց ոչ մեկ, այդ թվում ռոբասերժական իշխանությունները 20 տարի։ Բայց դե հիմա կներեք, այդտեղ մենակ գալիս է տեխնիկական պահը, եթե ընդհանրապես հրաժարվում ենք հղումից հռչակագրի վրա, դա դրանից տուժում է այդ խորհրդանշական պահը, հա, որ
այո, հռչակագիրը որպես ծննդական եւ այլն, դե մնում է հռչակագիրը, մնում է հռչակագիր, ոչ մեկ չի ասում չեղարկում ենք հռչակագիրը։ Ասում ենք համանadrության վրայից ենք հանում հղումը, մեծ հաշվով իմ համար այդքան մեծ էական նշանակություն չունի։ Ես իմ տարբերակը կգերադասեի, իմ ասած տարբերակը, որ համանadrության մեջ այդ վերապահումները լինելով, ուղղակի միանգամից այդ հարցը փակվում էր։ Բայց եթե համարում եմ, որ չի փակվում, ես նաև համանդրագետ չեմ, ես այն ինչ որ ասում եմ հիմնվելով որոշ համանդրագետների կարծիքի վրա, նրանց հետ խորհրդակցելով, անունները չեմ կարող տալ, բայց քանի որ գուցե կան այլ կարծիքներ համանդրագետների մեջ, այլ համանդրագետների, այլ իրավաբանների, որը համարում են, որ անհնար է առանց դրա, էլ եմ ասում, այդքան էական չի։ Տեսնենք, համանդրության տեքստը արդեն պատրաստ է, շուտով հավանաբար արդեն կտեսնենք, թե ինչ լուծում է գտել այդ խորհուրդը, որ զբաղվում է համանդրության մշակմամբ, եւ վերջում մեկ հարց, մեկ նախադասությամբ պատասխան եւ ավարտենք, ինչի մասին են այս ընտրությունները։ Մեծ հաշվով իշխանության ձևավորման, Հայաստանի առաջիկա ռազմավարական ընտրության։ Մինչև դրան անցնելը, որ ասացիք համանդրությունը արդեն պատրաստ է, ես հիշեցի, որ գրառում կարդացի Դանիել Հովհաննիսյանի, որոշ համանդրական այդ բարեփոխումների խորհրդի անդամ է, որ ասում է, որ կետեր կան, որ նույնիսկ չենք էլ քննարկել դեռ, այսինքն տնային աշխատանքը այդ համանդրության պատրաստման լավ չի կատարվել։ Իմ համար ինչ տարօրինակ է։ Տարօրինակ չի, որ չի կատարվել, տարօրինակ է, որ չկատարված ուզում են հիմա հենց ասում են, որ արդեն կատարվել է։ Ոնց է կատարվել, թե մարդիկ անդամները այդ հանձնաժողովի ասում են դեռ կատարված չի այդ աշխատանքը։ Այդ շատ բնորոշ է, երբ որ մենք քննադատում ենք իշխանություններին, այդ թվում կադրային քաղաքականության համար, այդ թվում էս ոչ լուրջ շատ դեպքերում վերաբերմունքի համար տարբեր ինստիտուտներին եւ այլն, իսկ համանդրական բարեփոխում ինքը լրջագույն ինստիտուտ է։ Մենք չենք հիմա արդեն ես չեմ զարմանում, որ հա կարար կիսատ պրատ բանը ասեն, հա արդեն պատրաստ է, եկեք բռնեք դա։ Հիմա ինչ վերաբերում է բանին, ուրեմն ինչի մասն է ընտրությունները։ Ընտրությունները մեր ինքնիշխանության պահպանության մասին է։ Այն որ հիմա Ռուսաստանը իր բոլոր գախնի, ծպտյալ, ինչքան գործակալ, ազդեցության գործակալ, ինչ ուներ, բոլորին զորակոչի ենթարկել եւ նետել է, ասենք, Սամվել Կարապետյանին աջակցելու այդ իրենց համար սուրբ գործին, այդ ցույց է տալիս, որ իրենց համար դա վերջի մարտն է, իրենց վերջի հույսն է Հայաստանը էլի իրենց խամաճիկը, իրենց գուբերնիան սարքելու։ Եթե այս էլ չհաջողվի, այս 5 տարվա մեջ մենք ամենայն հավանականությամբ եւ հայտը կներկայացնենք Եվրամիության անդամակցության եւ կստորագրենք միասնական մաքսային գոտին Եվրամիության հետ եւ դուրս կգանք հապկից եւ այդ բաները այս 5 տարվա մեջ ակնհայտ է իմ համար, որ լինելու է մանավանդ Ռուսաստանի այս թուլացման պայմաններում եւ իրենք դրա համար թե հսկայական ֆինանսական ռեսուրսներ են նետել այս ուրեմն Հայաստանը զավթելու իրենց խամաճիկների միջոցով եւ թե բոլոր իրենց այդ ագենտուրային ցանցերը բացահայտել են մարդիկ, որոնք որ Ռուսաստանի դեսպանատան դեմը հակառուսական իբր բողոքի ակցիաներ են անում, բան հիմա սա ասում է Սամվել Կարապետյանին են աջակցելու։ Պատկերացնում եք դուք ինչ խորը կոնսերվաներ են բացահայտում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, Հայաստանը մոտենում է Համապետական խորհրդարանական ընտրություններին հիմա նախընտրական մի փուլ է, որտեղ խաչվում են եւ քաղաքական մրցակցությունը, եւ խաղաղության օրակարգը, եւ արտաքին անվտանգային միջավայրը, ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրությունները որոշելու են ոչ միայն այն, թե ինչպիսին է լինելու իշխանությունը, այլ թե ինչպիսին է լինելու Հայաստանի ճանապարհը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում էի վերլուծաբան Հովսեփ Խուշուդյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։